Աղջիկներից գնում ենք խանութ, երկու փայլ եմ ուզում վերցնեմ տոնածառի համար, ոչ թե տոնածառի, այլ տան համար էլի, այդ որ խոհանոցը սիրուն զարդար եմ մտածում եմ։ Արդեն մութ ընկնում եմ, դեռ գործերս մնում են, դեռ չեմ վերջացրել։ Եկեղեցում մարդ կա ժամին։ Շուտ չեմ մտնում այսօր շուտ մտնեց։ Մութը շուտ ընկավ։ Ձմեռ։ Առավոտն է ժամը 7-ին մութ է, երեխեքին որ հանում եմ քնից ասում են մամ թող քնենք դեռ մութ է։ Այսօր հակառակի պես տանն էին, առավոտ ժամը 6-ից արթուն էին։ Չեն քնում, ես էլ հետները արթնացա շուտ, մոնտաժը արեցի, վիդեոն տեղադրեցի։ Եկել ենք աղջիկներս խանութ հասանք, երեխեքին գնացի դեղեր վերցրի։ Մանորյա ինչ-որ տենց հետաքրքիր նորություններ եմ ուզում, բայց չեմ գտնում։ Ասում են փնտրողը գտնում է, բայց այսքան ման եմ գալիս։ Այն է, ինչ սիրուն է։ Պետք է մանա։ Ուզում եմ ամեն ինչ փոխեմ։ Так. Ինչ սիրուն է։ Բլինչիկի համար շատ փոքր է, բայց բաժակներ, չէ, շուշեղեն շատ ունեմ, շուշեղենից ոչինչ չեմ ուզում։ Շուշեղենը ինչ սիրուն է։ Փայլեր։ Գալու եմ երեխեքին նվերներ գնելու։ Ну, հիմա որ տուն տանեմ, կհասկանան։ Կգտնեն մի անգամից ինչ կա չկա, որտեղ եմ պահում։ Այնասներ։ Так. Քիչ բասկույն եմ ուզում։ Աղջիկներս Վայլդբրեսից եմ գալիս, խանութից, գնումներ եմ կատարել, այստեղ նվերները այսպես փաթաթելու համար սենց սիրուն ամանորյա թուղթ եմ վերցրել։ Ամսի 27-ին Սոֆիայի ծնունդն է, Սոֆիայի համար սիրունիկ շորիկ եմ պատվիրել։ Լսպասի, բալես։ Նայեք։ Ինչ։ Կլնի, բալես։ Այսը այսպես ծննդյան համար եմ վերցրել նվեր, սոֆոչկային, շարունակում ենք աղջիկներս, պետքա լոգասենյակը լավ փայլացնեմ, այս օճառի համար եմ վերցրել աման, այս ատամների չոտկերի համար եմ վերցրել խոզանակների,
մեծերի ու փոքրերի, որպեսզի առանձին լինի, հա։ Ինձ համար մազի ներկ եմ վերցրել, նայեք, որ հետո հարցնեք Աննա ջան, ինչ ներկով ես ներկել, էստելա գույնն էլ տեսեք 7-ից 74 համարը։ Այսպես։ Տուալետի համար հոտ, նորից տուալետի համար և վաննայի համար այսպես մաքրող միջոց, թող բալես, այստեղ էլ նվերներն է, Մարիայի ու Սոֆիայի ամանորյա նվերներն եմ պատվիրել, առաջինը Սոֆիչկային է եկավ, նայեք, կարող եմ ես ծննդյանը տալ են ամանորին, տարբերություն չկա, նայեք ինչ սիրուն է, հա ջան, հա, հլադերկի ժամոյով է, սիրուն, Սոֆիչկային, ես էլ Մարինեչկային, դեռ իմ երեխաների համար նվերներ չեմ առել, եսի Մարիային է, հա, գիշերազգեստ է, ես էլ էսպես աղջիկներս, հիմա ավակեմ, պետքա մազերս լվանամ, չորացնեմ ու անցնենք մաքրության, որ այսօր թե մաքրությունն անեմ վերջացնեմ նոր լվամ, որ պետքա տոնածառը հավաքենք, չգիտեմ, գլուխս խառնա, չգիտեմ, որ մեկից սկսենք, լավ եք գնամ լոգասենյակը, փայլացնեմ առավոտ շուտ ու նոր անցնեմ մազերս լվանամ, ներկեմ ու լվամ, պետքա մազերը պարտադիր կեղտոտ մազերով ներկես, ներա էլի, պարտադիր պետքա մազերը կեղտոտ լինեն, որ ներկես, աղջիկներս, ես երկար ժամանակ ուզում եմ լոգասենյակում մաքրություն անել և այսպես ձգձգվեց, պահը հասունացավ, հիմա մաքրություն ենք անում, ամբողջովին պետք է լվանա, առաստաղ, պատեր և այլն, ամեն ինչ լվանամ, մաքրեմ, թարմացնեմ, ամեն ինչ փոխեմ, ինչը որ փոխելու ենթակա է, մեզ ինչ անհրաժեշտ, դոմեստոս, համար մեկ մաքրող միջոցը, այստեղ տուալետի համար տեսակ հոտ եմ վերցրել, խոզանակների համար նոր աման եմ վերցրել, մի հատ էլ ունեմ, երկուսն էլ կթարմացնեմ, մեկը մանկական կլինի, մեկը մեծահասակների համար, տակ եսը վերջում կտեղադրեմ, մաքրող միջոցները դնեմ ստեղ և անցնենք առաջ, տակ, վերցնում ենք մեր ապարատը, վերցնում ենք ջուր, քանի որ ասել եք Աննա ջան, ցույց կտաս ինչպես ես անում, ինչ համարը, այս ապարատը, ինքը դե հետը շոր ունի, ասում եմ ապարատը, նասատկ եմ, բայց ուր է դա, շոր եմ դրել, սիպտակ փոքր շոր կա, խոլերը մաքրելու, աթոռները մաքրելու համարը, ես նասատկ եմ, սենց որ դնում եք, լուսամուտները մաքրելու համարը, այսպես լուսամուտներն եք փայլացնում, այս նասատկ եմ, փափուկ մեբելի համարը, որ ինքը ուղղակի կեղտը հանի, ոչ թե քերձի, հազեր չկցի, հա, տակ, հաջորդը, այս երկաթե նասատկ են գազոջախը մաքրելու համարը, գազոջախը, կապվելը, նու չէ, կապվել չի կարելի, կապվելինը այս մի տեսակ չուր նասատկեն է, եսա կմաքրենք մեր կապվելը, կտեսնեք, իսկ այս մեկը լուսամուտների այդ անկյունները մաքրելու համարը, այս մեկը, այս ամենաչորը կեղտոտ տեղերը, որ սպես կերես հանես դրա համարը, կարծեմ հատակի համարը,
Էս էլի լուսամուտներին անկյունները որ կա է, նեղ տեղերը, նու ոչ միայն լուսամուտների, որտեղ որ այտենց նեղա չեք կարող ձեռքով մաքրել, իրանով եք մաքրում։ Էս է իր բան կան, այստեղ ջուր եք լցնում, իր մեջ ոչ մի հեղուկ չենք լցնում, իմ հետևորդուներս ասեցին Աննա ջան, մենք ունեինք դրանից, դեղ էին ավելացրել, 2-3 անգամ օգտագործելուց հետո վառվել էր։ Այդ օրվանից սկսված ես էլ ոչ մի տեղ չեմ ավելացնում, ուղղակի մաքուր ջուր, հիմա ցույց կտամ դեղը ինչպես եմ ավելացնում, որ ավելի լավ մաքրի։ Так, միացնում ենք ապարատը, միջև ինքը միանատականա։ Ես այնտեղի բոլոր շամպունները կբերեմ էս կողմ։ Ինչ ես ուզում։ Պլաստիլին ես ուզում։ Դենայդիկին ասա մաման ասմա պլաստիլին տուր։ Դենա մաման գործանում ես չեմ կարող գամասիշ չեմ։ Համցերի միան այդի Mama, ben nerede kanıyor? Ben nerede kanıyor? Ben nerede Այստեղ աղջիկներս ինքը գիրք ունի եւ առաջին ասածքեն ցույց է տալիս ինչի համար է գրված է ամբողջը։ Մի խոսքով ամբողջը գրած է։ Ահա։ Ամեն ինչ գրված է ինչի համար է։ Գիրքը ուսումնասիրեք, նոր օգտագործեք, նույնիսկ իմ ասելուն եք լսի, սխալ չանեք, չվնասեք, հետո ասեք Աննա ջան, ասեցիր, արեցինք ու տենց եղավ։ Так. Քանի որ գիտեմ պետք է հարցնեք Աննա ջանի շամպուններ եք օգտագործում, բալզամ ալոեն վերայով։ Ես չեմ օգտագործում, Աննային կարծեմ։ Էս ես եմ օգտագործում բալզամ։ Так. Շամպուն։ Кератин ուղղացում է։ Гель для душа մանկական, մագնեչկայինը, իմ շամպունները վերջանում է, պետք է նորը պատվիրեմ, մինչև պատվերս գա, արդեն վերջանում է։ Խնդրեմ, ասում եմ կտավատ, վայ աստված ջան, զայթունի շամպունը։ Էս իմ շամպունները Samixit-ից, բալզամի հետ, կոնդիցիոների հետ։ Արդեն ինչքան ժամանակ, քանի ամիս ամենակետ եմ օգտագործում։ Ստեղ կրեմը, դեմքը մաքրելու միջոցը, էլի դեմքը լվանալու, Մարիայի շամպունը, տղամարդկանց և այլն։ Տեսակ ինչքան շամպուն հանեցի։ Մի խանութը մեր տանն է։ Պատվիրելու եմ հատուկ, որ ամեն ինչը տեղ լինի։ Լուսամուտներից սկսենք, վերևի հատվածից մաքրելով իջնեմ, առաստաղը մաքրեմ, հետո նոր արդեն ապարատով գործ կանենք։ Դե ինչ, հավաքվեք աղջիկներս, բերեք ձեր մաքրող միջոցները ու անցեք իմ հետ գործի։ Դեմը նոր տարի է, ամբողջ անկյունները մաքրեք, փայլացրեք, ճիշտ է գիտեմ, որ մաքուր է, հնեշի, որ նոր տարվա պետք է մաքրություն անենք, բայց նոր տարվա մաքրությունը մի ուրիշ ձև էսպես իմաստուն է։ Հնեշ չի, որ սենց կեղտի մեջ կորել ենք, բայց ամեն դեպքում մի հատ թարմանալը անհրաժեշտ է թարմացնելը։ Так, կախեներից մաքրելով
Գալիս ենք։ Չէ, սպասեք, առած տարում արդեն նոր կախումները։ Ուրեմս ինչ ենք անում, վերցնում ենք մեր թափուր։ Նոր եմ դնել իդեպ։ Այսպես իրուն վզում ենք, շատ թույլ էլի, շատ ջրիկ չլի, շատ մինդել չմսեք։ Ահա, մաքրում ենք, հետո մազերս ներկում եմ, հետո իրիկիս մազերն եմ կտրում, հետո տեսնենք էլ ինչ ենք անում։ Ահա, համոզում ենք, որ մաքուրա դոմեստոս և անցնում ենք առաստաղը սեղպելու, այսպես, եթե չեղավ նոր, այս պիտի որ լինի։ Այսպես, տոկի մոտ շատ զգուշ կնեք, տոկի մոտ չանեք նոր տարվալը, ես որը գնա խաթեն մնա։ Շատ, սիրում մաքրում, մոլодец։ Ուրացել եմ ուր կապերած։ Ինչ չի եփել։ Չեմ է կապարի։ Չեմ է ճարդվեք։ Չեմ է ներեն ջուրջուզը չէի կա։ Բարել ոքեմ։ Ասեմ ջուրջուզեց եկա։ Այսօր։ Ենա։ Հասպելյանի շտենի չի։ Կամի ժաման եղնա։ Hayır. Մենակ տուալետին ենք դնում, ստեղ չի կարելի դնել, որովհետև այդտեղ չի կարելի։ Այդտեղ ոչ չի կարելի տուալետում, որ անհատ օգտագործում ես, պետք է տուալետում դրես։
Mama, it's night. The truth is that's in it. It's night. Night is night. It's night. The truth is that's in it. Այդրոք է կստինի տեղին կապուտ։ Նասած եմ փոխեցի աղջիկները և կաթով եմ անում, որ լավ մաքրի։ Տեսակ տեղը ոնց սկսեցի, որ ապարատը չփչացնի։ Համ ինքը շատ լավ մաքրում է աղջիկներից, համ էլ ախտահանում։ Դիզինֆեկցիային։ Ինքները մաքրում է, որ ման չեն գալի, ուղղակի որ անում է, պետք է ամբողջովին մաքրում։
Աղջիկներս լոգասենյակը վերջացնելուց հետո միանգամից կտրում եմ մերիկիս մազերը, վաղը երկուշաբթի է, դասի են և ինչպես տեսնում եք մազերը լավ երկարել էր, այս վիճակում ես կյանքում չէի ուղարկի դպրոց, որքան էլ որ հոգնած լինեմ, Էրիկի էլ Արսենի մազերն է պետքա պարտադիր կտրեմ, որպեսզի ակուրատնի այսպես գնան դասի։ Դե ինչ սիրուններս, նախքան ես կկտրեմ երեխաների մազերը, եթե հավանում եք տեսահոլովակը սեղմեք լայք, որպեսզի ես ոգևորված ամեն օր ձեզ համար վլոգներ նկարահանեմ, այսինքն մի օր մյուսի ալիքում վլոգ լինի, մի օր մյուսի ալիքում վլոգ լինի։ Ձեր մեկնաբանությունների և հավանությունների հետևանքով է, որ իմ վլոգները շարունակվում են։ Եթե դուք այդքան ակտիվ չլինեք, ես բնականաբար այդքան ակտիվ նկարահանումներ չեմ անի։ Այդ իսկ պատճառով շատ շնորհակալ կլինեմ, որ միանաք իմ ալիքին, որովհետև մոտավորապես 70%-ը հետևում է, բայց բաժանորդագրված չի։ Ավելի պարզ ասեմ, իմ հետևորդների 35%-ը նայում է, իսկ 65-70%-ը բաժանորդագրված չեն, բայց հետևում են։ Ձեզ համար դժվար չի բաժանորդագրվելը, ինձ համար հաճելի է։ Բաժանորդագրվեք, մեկնաբանություններում գրեք անպայման ձեր կարծիքները, ես մեծ սիրով ընթերցում եմ և պատասխանում եմ, և եթե դժվար չի, հավանեք նաև տեսանյութը, որպեսզի շատանանք, մեծանանք այսպես, մեր ընտանիքը յութուբյան ավելի այսպես առաջ գնա։ Իսկ այստեղ ես ձեզ ասում եմ հաջողություն, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջորդ ալիքում, շարունակությունը կլինի հաջորդ ալիքում։ Կարելի է ասել հաջորդ սերիալում պետքա մազերս կտրեմ, ներկեմ, Արսենի մազերը կտրեմ և այլն։ Կգաք, կտեսնեք, կմիանաք և կտեսնեք ինչպես եմ մազերս կտրում, ներկում, այսպես և պետքա տոնածառը հավաքենք, զարդարենք միասին։ Դե ինչ սիրուններս, սպասում եմ ձեզ հաջորդ ալիքում, հաջորդ վլոգում։ Ձեզ լիքը պաչիկներ, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։